Մեհեր Բաղդասարյանի տետատետ հաղորդաշարի հերթական հյուրն էր դերասանուհի, ժամանակակից հումորի մեջ նշանակալի ներդրում ունեցած Զահռա Սահակյանը։ Star News-ը հետևեց զրույցին և առանձնացրեց ամենահետաքրքիր հատվածները։ Զրույցի ընթացքում դերասանուհին անկեղծորեն խոսեց իր անձնական կյանքի մասին, ամուսնության և անսպասելի բաժանման մասին։ Նրա նախկին ամուսինը Դավիթը մասնագիտությամբ պրոդյուսեր է։ Զույգը երկար ժամանակ համարվում էր ներդաշնակ զույգ, սակայն հետագայում պարզ դարձավ, որ ամուսնության ընթացքում առաջացել են որոշակի խնդիրներ, ներառյալ հոգեբանական ճնշումներ։ Զահռան պատմեց կյանքի այդ շրջանի մասին։ Նախ Նոյը սիրո պտուղ է, մենք իսկապես սիրող զույգ էինք։ Հետո եկավ մի շրջան, երբ սկսեցին որոշակի դժվարություններ առաջանալ։ Հոգեբանորեն ես այնքան հասուն չէի, որ կարողանայի այդ ամեն ինչը ճիշտ ընդունել և հաղթահարել։ Ամեն մարդ ունի իր սկզբունքները, այն ինչ ինձ համար սկզբունքային է, գուցե մեկ ուրիշի համար ոչ այդքան սկզբունքային լինի։ Ես չկարողացա որոշ բաներ շրջանցել։ Շատերն ասում են, որ ընտանիքում չպետք է լինեն կատեգորիկ սկզբունքներ, բայց ես ինչքան էլ հանգիստ, հարմարվող մարդ լինեմ, ինձ համար կան կատեգորիկ սկզբունքներ, որոնք ինձ համար իհարկե անփոփոխ են։ Եթե փորձում եմ շրջանցել դրանք, ինձ համար կարծես թե իմ ես-ն է կոտրվում։ Այդ հակամարտությունների արանքում ես չկարողացա ինձ գտնել։ Բնականաբար յուրաքանչյուր ամուսնալուծության մեջ երկու կողմերն էլ ունեն իրենց մեղքի բաժինը։ Ունեն իրենց պատասխանատվությունն ինչպես ամուսնության մեջ, այնպես էլ դրա ավարտին։ Դերասանուհին նաև խոստովանեց, որ բաժանումից հետո իրեն միայնակ չի զգացել։ Ես ինձ երբեք միայնակ չեմ զգացել, բացառությամբ այն շրջանի, երբ շրջանառվեցին ամուսնալուծության մասին լուրերը։ Երեխաս միշտ հավասար շփվել է մեզանից յուրաքանչյուրի հետ։ Մենք միշտ ամեն ինչ ճիշտ ենք կիսել և մեր մեջ չեն եղել թշնամական պատնեշներ։ Այսօր էլ շատ ջերմ հարաբերությունների մեջ ենք։ Մենք երբևէ չենք ունեցել այնպիսի կոնֆլիկտ, որ որպես անձ իրար հետ չշփվենք։ Նա լավ մարդ է և լավ հայր, ուղղակի կան սկզբունքային կետեր, որոնց վրայով ես չեմ կարող անցնել և հակառակ գնալ ինձ։ Star News-ը սիրով այս հարցազրույցից առանձնացրել էր այսքանը։ Այժմ ներկայացնում ենք հարցազրույցներից բլից հարցեր, որոնց պատասխանել է Զահռա Սահակյանը։ Զահռա, օրը սկսում եք երեխայիս հետ խաղով, որը հաճախ ավարտվում է անկողնային գզվռտոցով։ Ընդ որում դրանց մեծ մասի հեղինակը հենց նա է։ Ձեր կյանքի շրջադարձային փուլերը։ Առաջին փուլը վրա հասավ այն պահին, երբ ես երկընտրանքի առաջ էի։ Ընդունվել կոնսերվատորիա, թե Թատերական ինստիտուտ, և ծանոթությունս 32 ատամի տղաների հետ ինձ ուղղորդեց Թատերական ինստիտուտ։ Երկրորդ փուլը սկսվեց այն ժամանակ, երբ հանդիպեցի ամուսնուս, իսկ երրորդ փուլը երեխայիս ծնունդով։ Զավեշտալի փորձ էր ձեր կարիերայում։ Ես այսպես ասած դեպի կարիերա տանող առաջին քայլերս արել եմ Աբովյան քաղաքում, այցելելով մի հեռուստաընկերություն, որը պատրաստում էր հաղորդում քաղաքի շնորհալի երեխաների մասին։ Ասեցի ես հաղթել եմ Դոռեմի մրցույթում, խնդրում եմ ինձ էլ ընդգրկեք տեսանյութում։ Բայց նման բան չկար, ես խաբեցի, դա շատ զվարճալի հարցազրույց էր։ Իսկ ամենազվարճալին այն էր, որ դրանից 2 շաբաթ անց ես իսկապես մասնակցեցի այդ մրցույթում և հաղթեցի։ Ստացվում է, որ երազանքս համարեցի կատարված և գնացի երազանքիս հետևից։ Բեմում տեղի ունեցած միջադեպ, որ ձեր մտքից դուրս չի գալիս։ 12 տարեկան էի, Սանկտ Պետերբուրգում մասնակցում էի մրցույթի։ Բարձրակրունկներով բարձրացա բեմ և կրունկս մնաց տախտակների արանքում։ Ու փոխանակ 2 կոշիկս էլ հանեի, մի կրունկով բարձրացա բեմ։ Մարդիկ կային, ասել էին այն կաղ աղջիկը լավ է երգում։ Վերջերս էլ «Մենք ենք, մեր մոխրոտը» ներկայացման ժամանակ գետնաբեմում լամպը պայթեց։ Եվ ես ստիպված էի չորեքթաթ մեկ կուլիսից անցնել մյուս կուլիսը, որպեսզի շրջանցեմ անհարթություններն ու փոսերը։ Յուրահատուկ աշխատանք, որ կատարել եք, բայց քչերը գիտեն այդ մասին։ Խոթունձ եմ արել ամուսնուս ամառանոցում, տղամարդկանց հավասար աշխատել եմ։ Հանգստի ձեր ամենասիրելի տարբերակը։ Մեկնել այնպիսի վայր, որտեղ ջուր կա։ Ես նման տեղերում իսկապես հանգստանում եմ։ Անգամ մեծ գումարի դիմաց երբեք չեք համաձայնվի մի բան անել, որը կվնասի իմ ընտանիքի համբավին, կամ իմ երեխան դրանից իրեն վատ կզգա։ Իր, որ պահում եք ուշի ուշով, առանձնահատուկ խնամքով։ Ես առհասարակ սնահավատ չեմ, և ի տարբերություն այլ մայրերի,
Երբ երեխաս նոր էր ծնվել, նրա հետ ներկայանում էի հանրությանը։ Անգամ հետս տանում էի աշխատանքի, նկարահանվում էի, իսկ դրան զուգահեռ կողքի սենյակում կերակրում էի երեխայիս։ Բայց կար մի խաչ, որը միշտ ուղեկցում էր նրան։ Եվ ես հավատում էի, որ այդ խաչը կպաշտպանի նրան։ Հիմա ես այն պահում եմ նույն խնամքով։ Մարդկանց հետ լեզու գտնելու ամենահեշտ ձևը։ Դա նրանց սիրելն է։ Թատերական ինստիտուտում Արմեն Մազմանյանի սանն եմ եղել։ Նա ասում էր, եթե ես իմ սաներին չսիրեմ, ապա այդ դասը չի ստացվի։ Այդ սկզբունքը գործում է նաև այլ պարագաներում։ Բնավորության գծեր, որոնք խանգարում են ձեզ։ Որոշ դեպքերում շատ սենտիմենտալ եմ, շուտ բռնկվող։ Իմպուլսիվ եմ, իմ առջև դրված հարցերը շատ ժամանակ ծանրութեթև չեմ անում։ Այդ պատճառով էլ երբեմն ինքս ինձ վրա զայրանում եմ։ Մարդկային տեսակ, որը ձեզ վանում է։ 10 երեսանիները։ Նրանց երբեք չեմ հասկացել։ Տանել չեմ կարողանում նաև մարդուն շահագործողներին։ Մարդուն մարդու պես չվերաբերվողներին։ Բառեր կամ արտահայտություններ, որոնք ձեր լեքսիկոնից բացակայում են։ Չեմ հավատում, որովհետև փորձը ցույց է տալիս, որ այս կյանքում ոչինչ դոգմատիկ չէ։ Ամեն բան փոփոխական է և ուստի ամեն ինչի պետք է հավատալ։ Քաղաքական գործիչ, որը չի դադարում զարմացնել ձեզ։ Ժիրինովսկին։ Հատուկ որոնում եմ նրա մասնակցության փոլովակներ, որպեսզի դիտեմ և տրամադրությունս բարձրանա։ Ես թափության դեմ ձեր դեղամիջոցը։ Աղոթքը։ Ես մի բան հստակ գիտեմ։ Եթե մի բանի շուրջ անընդհատ մտածում ես, այդ մտքերով քեզ տանջում ես, դու փակում ես բոլոր դռները, որտեղից կարող է լույս գալ։ Արժի ապրել թեկուզ հանուն, իմանալու և զգալու, որ դու գիտակցես, որ կաս։ Նոյ արդեն վաղուց մարել է։ Այսով է։ Տեդը։ Բայսով է։ Էդ։ Ջորջը։ Բադա։ Տեդի երեխան ինչ է։ Փադինգտոն։ Շրջապատին հավաքի պարկել ասենց է։ Լավ չխանգարամ, անջատի լույսը ման։ Այն օդմա սիգարետ կպտի վառում է, խանձեց։ Էլի գնում ենք խանգարելու։ Հայ կապաջան։ Hi Barbie։ Սնացիլը վերջի ստրիխը։ Եվ թագը։ Ում ենք թրիչկի։ Մետ տեսակ Վարդանի ակտիվությունը։ Ժամ պատարակ բան, տես բաներ չունի ես մարդը 24 ժամ թրիչկների։ Ուշադիր, այս անձնավորությանը մի հատ տեսեք, Զիրյանին չպատասխանատա 30 կիլոն ցած չի դնում։